շատ հետաքրքիր է այդ հոգևոր կապը ուտիկ, Արցախ եւ մնացած հատվածը Հայաստանի, մեր ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքը փաստորեն հոգևոր միասնության մեջ է, միասնական օրակարգ է ձևավորվում եւ ահա այս միջավայրում Մխիթար Գոշը վարդապետների արևելյան վարդապետ կոչված կամ հյուսային կողմանց վարդապետներ Հայաստանի նրանց մեջ դառնում է թիվ 1 անձը եւ այստեղ կրթություն են ստանում ժամանակաշրջանի կարևորագույն տարբեր դեմքեր եւ օրինակ նրա գործը ուղիղ շարունակողն է դառնում եւ նրա մահվանից 1213 թվականին Նոր Գետիկի վանքում փաստորեն նրա մահվանից հետո գործը շարունակում է նրա վանական վարդապետը Մխիթար Գոշը Նոր Գետիկի վանքի տարածքում ծավալում է շինարարական մեծ աշխատանքներ եւ նաեւ իր համար փաստորեն հանգստարան հիմնելու գործ է նախաձեռնում եւ այստեղ պետք է նշել, որ փաստորեն հենց նրա գործունեության շնորհիվ Նոր Գետիկի վանքը ստանում է Գոշավանք անվանում եւ հատկապես նրա մահվանից հետո սկզբնաղբյուրներում հենց այդ ձևով է հիշատակվում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։